Լիպարիտ ջան, հիմա այս կատնաշորը կեր, ուժերը թավաքի, որ սկսենք նորից։ Պատրաստ եմ։ Հիմա նորից եմ հարցնում։ Ինչ է ստորոգյալը։ Լավ էլ ինկեր Աբովյան, ինչ է քֆրում։ Ախր այ Լիպարիտ ջան, քեզ ոնց բացատրեմ, որ ստորոգյալը դա հայհոյանք չէ։ Ու դու ուզում ես այս տեմպերով ընդունվել համալսարան։ Քեզ մակարդակով նույնիսկ մանկապարտեզ չեն ընդունի։ Հա, բայց ինչի եք վիրավորում։ Ես մեղք ունեմ, որ չեմ հասկանում։ Ես չեմ վիրավորում, տղա ջան, ես քեզ մի բան էլ դեռ կոմպլիմենտ եմ անում։ Լավ, ուշադիր լսիր, վերջին անգամ բացատրում եմ։ Ստորոգյալը դա նախադասության այն անդամն է, որը պատասխանում է ինչ անել, ինչ լինել հարցերին։ Լավ էլ ինկեր Աբովյան, առիթից օգտվում ձեռ եք առնում։ Ոնց կարա ինչ-որ նախադասության անդամ հարցերի պատասխանի, կարա պատասխանի։ Տղա ջան, ստորոգյալը նախադասության անդամ է, որը պատասխանում է ինչ անել, ինչ լինել հարցերին։ Հասկացար։ Օրինակ, նստել, կանգնել։ Վերընկի տեղդ, Լիպո։ Դուք չասեցիք կանգնել, ես էլ կանգնեցի։ Հիմա շարժ նստիր ու լսիր, թե քեզ ինչ եմ ասում, Լիպարիտ։ Նստել, պառկել, կանգնել, գոռալ, վազել։ Սրանք բոլորը նախադասության մեջ գործողություն ցույց տվող բառեր են, որոնք դառնում են ստորոգյալ։ Հասկացար։ Հաստատ։ Դե հիմա գնա թող ապրեմ։ Գնա։ Գնա Լիպարիտ։ Լիպա! Նստել, պառկել, վազել, գոռալ, կանգնել։ Նստել, պառկել, վազել, գոռալ, կանգնել։ Նստել։ Լիպո ջան, եկար։ Հլը ասա տեսնեմ ոնց անցավ այսօր հայոց լեզվի պարամունքդ։ Ինչ սովորեցիք այսօր։ Ինչ սովորեցի։ Նստել, պառկել, վազել, գոռալ, կանգնել։ Չհասկացա, ինչ նստել, կանգնել, պառկել, այ տղա։ Հա, մամ, նստել, պառկել, վազել, գոռալ, կանգնել։ Մի վարքյան։ Ինկեր Աբովյան, բարև ձեզի։ Լիպարիտը ձեր տուն գալիս է ֆիզկուլտուրայի պարամունքի, թե հայոց լեզվի պարամունքի։ Հարցնում եմ, այսօր ինչ եք սովորել, ասում են նստել, պառկել, կանգնել, վազել։ Լսեք հարգելիս, ձեր թվարկածները ստորոգյալներ են, որոնք նախադասության մեջ պատասխանում են ինչ անել, ինչ լինել հարցերին։ Դուք թեման մի փոխեք, նորից եմ հարցնում, ինչի է իմ տղան ձեր տանը ֆիզկուլտուրա պարամում։ Տիկին դուք ադեկվատ եք։ Ադեկվատը ինքդ ես հայոց լեզվի չտաս, նորից եմ հարցնում քեզ պատասխանի, թե չէ կգամ տանդ մեջ հայոց լեզուդ կկտրեմ։ Հիմա ուշի ուշով ունկնդրեք իմ պարսավանքն ու լուտանքն արձես, տիկին ստահակ։ Բժգալի է լսել ձեր վայրահաչոցն ու կաղկանձոցը, իբրև ձեր որդին իմ տանը դատարկաբանությամբ է զբաղված։ Դուք զազիր, սինքլոր, ճրճեմ, ստամբակ ու մրուր անձնավորություն եք։ Հա, մամ, ինչ էր ասում։ Վրացերեն էր խոսում, բան չհասկացա։ Բայց հայոց լեզվի դասակի է։ Արի, ես քո հայոց լեզուն կարապեմ։